Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստ է ռուս-ուկրաինական կարգավորման գործարքի, մինչդեռ Կիևը խոչընդոտում է գործընթացը։ Ուկրաինայի նախագահի խոսքով իր երկիրը երբեք չի խոչընդոտել եւ չի խոչընդոտի խաղաղությունը։ Ռուսական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ Ուկրաինան ոչնչացնելու փորձերն ապացուցում են, որ Մոսկվային խաղաղության համաձայնագրեր պետք չեն, շեշտել է Զելենսկին։ Նա հավելել է, որ ռուսական հարվածների հետևանքով ուկրաինացիները 20-ից 30 ժամ մնում են առանց էլեկտրականության։ Ռուսաստանի վրա է պետք ճնշում գործադրել, հարկավոր է ակտիվ դիվանագիտություն վարել, շարունակել է Զելենսկին, տեղեկացրել, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգն ամրապնդելու մասին բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ։ Կրեմլից եւս անդրադարձել էին Թրամփի հայտարարությանը, Դմիտրի Պեսկովը նշել էր, համակարծիք են ԱՄՆ նախագահի հետ։ Ռուսական կողմը բաց է կարգավորման համար, իսկ Կիևի ռեժիմի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է։ Վաղուց պահը հասունացել է, որ Զելենսկին որոշում կայացնի, նշել էր Կրեմլի խոսնակը։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Գրենլանդիա զորքեր ուղարկելու եվրոպացի առաջնորդների որոշումը չի ազդի կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու Դոնալդ Թրամփի ցանկության վրա։ Չեմ կարծում, որ այս զորքերի ներկայությունը կխանգարի նախագահի որոշումների կայացմանը, շեշտել է Քերոլայն Լևիթը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան եւ Նիդերլանդները հետախուզական առաքելության շրջանակում զինվորականներ են ուղարկում Գրենլանդիա, տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու համար։ Դանիայի պաշտպանության նախարարի խոսքով հարկավոր է ցույց տալ, որ Արկտիկայի անվտանգությունը կարևոր է ոչ միայն Դանիայի, այլև ամբողջ ՆԱՏՕ-ի համար։ Դանիայի եւ Գրենլանդիայի պատվիրակություններն էլ հանդիպել են Միացյալ Նահանգների փոխնախագահի եւ պետքարտուղարի հետ։ Սպիտակ տնից նշել են, որ բանակցություններն արդյունավետ էին, սակայն դանիական կողմը տեղեկացրել է, որ չի հաջողվել համոզել Վաշինգտոնին հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերից։ Ակնկալվում է, որ բանակցությունները շարունակվելու են։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների ազգային անվտանգության համար։ Նա կարծիք է հայտնել, որ հակառակ դեպքում կղզին կարող են գրավել Ռուսաստանը կամ Չինաստանը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է Գազայի հատվածի վերակառուցումը եւ կառավարման անցումային շրջանը վերահսկելու համար խաղաղության խորհուրդ է ստեղծվել։ Դոնալդ Թրամփի խոսքով խորհրդի կազմը շուտով կհայտարարվի։ Կարող եմ վստահորեն ասել, որ այն ամենահզոր եւ ամենահեղինակավոր խորհուրդն է, որ երբևէ ստեղծվել է, գրել է նա Truth Social էջում։ Նաեւ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Համասը պետք է անհապաղ եւ ամբողջությամբ ապառազմականացվի։ Թրամփը հավելել է, որ կարգավորման գործընթացին աջակցում են նաեւ Եգիպտոսը, Թուրքիան եւ Կատարը։ Խորհրդի ստեղծումը Գազայի հատվածում խաղաղության ամերիկյան ծրագրի երկրորդ փուլի մաս է։ Նախատեսվում է, որ այն կգլխավորի հենց Թրամփը։ Ալ-Արաբիան գրում է, որ Համասը համաձայնել է հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունից եւ հանձնել լիազորությունները խաղաղության խորհրդին։ Դոնալդ Թրամփն ընդունել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ համարվող Մարիա Կորինա Մաչադոին, որը դեկտեմբերի 10-ին արժանացել էր խաղաղության Նոբելյան մրցանակի վենեսուելացիների իրավունքների եւ ժողովրդավարության պայքարի համար։ Սպիտակ տանն ընդունելության ժամանակ Մաչադոն Թրամփին է հանձնել իր Նոբելյան մեդալը։ ԱՄՆ նախագահի խոսքով մեծ պատիվ էր Մարիա Կորինա Մաչադոյի հետ հանդիպելը։ Նա հիանալի կին է, որը շատ դժվարությունների միջով է անցել։ Մարիան ինձ հանձնեց իր Նոբելյան մրցանակը իմ կատարած աշխատանքի համար։ Դա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ էր, հայտարարել է Թրամփը։ Մաչադոն էլ նշել է, որ Թրամփն արժանի էր այդ մեդալին Վենեսուելայի ազատությանն իր նվիրվածության համար։ Մինչ այդ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Կարակասը պատրաստ է հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ, սակայն իրավունք ունի գործակցել նաև Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի եւ Իրանի հետ։ Դիանա Գասպարյան, լուրեր։